Այլ հայացք Հայաստանում Եվրամիության գործընկերության առաքելությանը։ Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններում նոր կարևոր փուլ է նշանավորում Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը։ Այն հիմնադրվել է ապրիլի 21-ին Հայաստանի դիմումի համաձայն և պաշտոնապես գործարկվել է հուլիսի 13-ին։ Սա Եվրամիության արդեն երկրորդ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում։ 2023 թվականի հունվարից Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով գործում է ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը, որի մանդատը 2025 թվականին երկարաձգվել է ևս 2 տարով։ Գործընկերության առաքելությունը նույնպես քաղաքացիական բնույթ ունի, սակայն դրա առաքելությունն էապես տարբերվում է։ Եթե դիտորդական առաքելության հիմնական նպատակը սահմանային իրավիճակի մշտադիտարկումն է, ապա նոր առաքելությունը միտված է բարձրացնելու Հայաստանի դիմակայունությունը ժամանակակից հիբրիդային սպառնալիքների նկատմամբ։ Այս նախաձեռնությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների որակական փոփոխության և վերջին տարիներին ձևավորված աննախադեպ համագործակցության հերթական դրսևորումն է։ Եթե նախկինում ուշադրության կենտրոնում հիմնականում սահմանային անվտանգությունն էր, ապա այժմ առաջնային են դարձել կիբերանվտանգությունը, ապա տեղեկատվության դեմ պայքարը, օտարերկրյա տեղեկատվական միջամտությունների կանխումը, ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարը, պետական կառավարման համակարգերի պաշտպանությունը և ազգային ճգնաժամային կառավարման կարողությունների զարգացումը։ Այսօր պատերազմները միայն մարտի դաշտում չեն ընթանում, պետությունների անվտանգությունը կարող է խաթարվել կիբերհարձակումներով, ապա տեղեկատվական արշավներով, սոցիալական ցանցերում համակարգված քարոզչությամբ, ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցությամբ, ֆինանսական ճնշումներով կամ կարևոր ենթակառուցվածքների դեմ իրականացվող գործողություններով։ Այս ամենը ժամանակակից հիբրիդային սպառնալիքների բաղկացուցիչ մասն է։ Հայաստանի համար սա տեսական հասկացություն չէ։ Վերջին ամիսներին, հատկապես խորհրդարանական ընտրությունների շրջանում, Հայաստանը բախվել է տեղեկատվական արշավների, կիբերհարձակումների, արտաքին քարոզչական ազդեցությունների, տնտեսական ճնշումների և հանրության բևեռացման փորձերի։ Նման մարտահրավերները շարունակվում են նաև հետընտրական շրջանում։ Նոր առաքելության ձևավորմանը նախորդել էին նաև ԵՄ-ի ավելի կարճաժամկետ քայլեր, ուղղված Հայաստանում հիբրիդային սպառնալիքների գնահատմանը և դրանց դեմ պայքարի կարողությունների ամրապնդմանը։ 2026 թվականի գարնանը Եվրամիությունը Հայաստան էր ուղարկել փորձագիտական խումբ, աջակցելու ապատեղեկատվության, կիբերսպառնալիքների և արտաքին միջամտությունների դեմ պայքարի ուղղություններով, հատկապես ընտրական գործընթացների համատեքստում։ Այդ նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես այն փորձագիտական հիմքը, որի վրա հետագայում կառուցվեց ավելի երկարաժամկետ և ինստիտուցիոնալացված ԵՄ գործընկերության առաքելությունը։ Եթե ժամանակավոր խումբը նպատակ ուներ արագ արձագանքել առկա մարտահրավերներին, ապա նոր առաքելությունն արդեն նախատեսում է Հայաստանի պետական կառույցների հետ համակարգված աշխատանք, ռազմավարական խորհրդատվություն և կարողությունների երկարաժամկետ զարգացում։ Պատահական չէ նաև, որ նոր առաքելության տեղակայման որոշումը կայացվեց հիմա։ Վերջին ամիսներին Հայաստան-ԵՄ համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել է։ Երևանում անցկացվեց առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, ստորագրվեց կապակցվածության գործընկերության համաձայնագիրը, ընդլայնվում են տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցության ծրագրերը, իսկ Եվրամիությունը հայտարարել է նոր ֆինանսական աջակցության մասին։ Այս ֆոնին գործընկերության նոր առաքելությունը տրամաբանական շարունակությունն է արդեն ձևավորվող քաղաքական ուղղության։ Միևնույն ժամանակ այն վկայում է, որ Բրյուսելն այսօր Հայաստանի անվտանգությունն այլևս դիտարկում է ոչ միայն սահմանների պաշտպանության, այլև պետական ինստիտուտների կայունության և դիմակայունության տեսանկյունից։ Բնականաբար նոր առաքելության մեկնարկն արդեն իսկ դարձել է տարբեր քաղաքական մեկնաբանությունների և շահարկումների առարկա։ Մոսկվան այն ներկայացնում է որպես Եվրամիության ազդեցության հերթական ընդլայնում Հարավային Կովկասում։ Նման արձագանքներ հնչում էին նաև 2023 թվականին, երբ Հայաստանի սահմանին տեղակայվեց ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը։ Ռուսական քարոզչությունը այն ներկայացնում էր որպես ռազմական առաքելություն, իսկ եվրոպացի դիտորդներին որպես լրտեսներ։ Այս անգամ արձագանքն ավելի զգայուն է։ Ի տարբերություն դիտորդական առաքելության, նոր նախաձեռնությունն աշխատելու է տեղեկատվական անվտանգության, կիբերպաշտպանության, ապատեղեկատվության դեմ պայքարի և օտարերկրյա միջամտությունների կանխման ուղղություններով, իսկ հենց այս ոլորտներն են վերջին տարիներին դարձել տարածաշրջանային և գլոբալ մրցակցության կարևոր բաղադրիչներից մեկը։ Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ այս առաքելությունը չի փոխարինելու Հայաստանի անվտանգության համակարգը։ Այն խորհրդատվական քաղաքացիական առաքելություն է, որի արդյունավետությունը մեծապես կախված կլինի Հայաստանի պետական կառույցների պատրաստակամությունից կիրառելու եվրոպական փորձը, զարգացնելու սեփական կարողությունները և իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումները։ Ի վերջո, այս նախաձեռնության հաջողությունը պայմանավորված կլինի ոչ այնքան Եվրամիության աջակցությամբ, որքան Հայաստանի կարողությամբ այդ աջակցությունը վերածելու կայուն ինստիտուցիոնալ բարեփոխումների և երկարաժամկետ անվտանգության ամրապնդման։